Իրապես երևի 25 տարին քիչ է, փոքր ժամկետ է համալսարանի համար շատ լուրջ արդյունքներ գրանցելու, բայց ես իմ ունեցած տեղեկությունների մասով կասեմ, վերջի 5 տարիներին բազմաթիվ անձիկ, այդ թվում պրոֆեսորադասախոսական կազմից տեխնատուական ատենախոսություններ են պաշտպանել Եվրոպական համալսարանից եւ զգացվում է արդեն այդ 25 տարվա արդյունքը նկատելի է, որ արդեն Եվրոպական համալսարանը ավարտած, մագիստրատուրան ավարտած, ասպիրանտուրան ավարտած անձիկ իրենց տեխնատուականները պաշտպանելու շնորհիվ շարունակում են աշխատել, դասավանդել եւ նոր սերունդ կրթել։ Տիկին Բիշարյան, ձեզ շնորհավորում եմ, նաեւ ձեր թույլտվությամբ պարոն Խաչատրյանին նկատեցի նստած, ով այդ կապող օղակն է գիտնականների ձևավորման, ես ինքս շատ շնորհակալ եմ այս միջոցառման կազմակերպման համար։ Միևնույն ժամանակ այսօր ոնց որ թե մի տոն էլ կա, մենք շրջանցեցինք ոստիկանության տոնն այսօր մասնագիտական, նաև շնորհավորենք բոլոր ոստիկաններին, իրենց ամփորձանք ծառայություն մաղթենք, խնդրեմ ծափահարություններ ներկայացնել եւ միջև բուն թեմային անցնելը կցանկանայի պարոն Նիկողոսյանի կողմից վկայակոչած մեկ հանգամանքի շուրջ միտք արտահայտել։ Ես էլ եմ նկատել վերջերս, որ երբ Վերաքննիչ քրեական դատարանը քննարկում է խուզարկության որոշումները եւ խախտումները արձանագրում, դատական ակտերը չի բեկանում, այլ սահմանափակվում է խուզարկության ոչ իրավաչափ ճանաչելով, որն օրինակ իմ անձնական կարծիքով ստեղ պետք չի զուգահեռ անցկացնել կալանքի հետ, որովհետև կալանքի 2 ամիսը, երբ որ ավարտվում է, այն որոշման կիրառումը սպառված է լինում, եւ այդ ընթացքում էլ կալանք եւ ապացույցի ձեռքբերում որևիցե իրար հետ փոխկապակցվածություն չունեն։ Մինչդեռ ինչով է կարեւոր խուզարկության որոշումների բեկանումը, որովհետև հետագայում այդ խուզարկության արդյունքում ստացված ապացուցողական արժեքը ըստ դրա պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց։ Այսինքն, երբ որ Վերաքննիչ դատարանը չի բեկանում առաջիածյանի որոշում, այլ ուղղակի խախտում է արձանագրում, սա պարարտ հող է ստեղծվում, որպեսզի մայր գործի քննության ժամանակ եւս մեկ անգամ քննարկվի, բայց այս դեպքում արդեն գործը քննող դատավորը սահմանափակված է ապացույցի թույլատրելիությամբ քննարկմամբ, որը եւ կարա իրավակիրառ պրակտիկան բազմաթիվ խնդիրներ առաջացնի իմ նախնական կարծիքով այս հնչեցրած մտքերի հիման վրա կարծում եմ առավել ճիշտ նպատակ է, որպեսզի առաջիածյանի ակտերը բեկանվեն, այսինքն ճանաչվեն առ ոչինչ եւ դրա արդյունքում էլ արդեն կատարված գործողությունը մեխանիկորեն դրա արդյունքում ստացված տվյալները անթույլատրելի կհամարվեն։ Այսքանը իմ կարծիքը։ Հիմա փորձեմ անդրադառնամ ընտրված թեմային։ Ընտրված թեման մի քիչ խրթին է ձևակերպված, ոչ քրեաիրավական վեճերից բխող ենթադրյալ խախտումների գնահատման սահմանները, հիմնավոր կասկածը հաստատելիս։ Առաջին հայացքից թվում է, թե շատ լայն թեմա է, բայց այս թեմայի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում դատարաններում բազմաթիվ կալանավորման միջնորդություններ են մուտք լինում, կապված դրանց հետ համակցված քննվող կամ արդեն իսկ ավարտված քաղաքացիաիրավական վեճերով։ Թվում էր մի տպավորություն, որ 2009 թվականին Վճռաբեկ դատանի կողմից Լիա Ավետիսյանի վերաբերյալ կայացված նախադեպային որոշմամբ մենք միշտ հայկական իրավաբանությունը վերջ է դրել այդ մոտեցմանը, երբ քաղաքացիական դատավարության շրջանակներում պարտված կամ թույլ կողմը կարողանում է քրեաիրավական մեխանիզմների ներգործության ճանապարհով որոշակի առավելություններ ստանալ քաղաքացիական դատավարությունում քննող գործով կամ այն ծառայեցնել որպես նոր հանգամանք գործը վերաբացելու համար։ Եվ 15 տարի հենց այդ տրամաբանությամբ է հայ իրավակիրառը շարժվել, թե նախաքննական մարմինները, թե դատարանները։
Եվ հենց Լիա Ավետիսյանի որոշման գաղափարը, որը այսպես ասած ծեծված որոշում է բոլոր ուսանողները տիրապետում են, գաղափարը հենց այն էր, որ քրեաիրավական ներգործության միջոցները չպետք է ծառայեցվեն քաղիրավական հարաբերությունները լուծելու, ապացուցողական զանգված ստեղծելու եւ այլնի համար։ Սակայն 2024 թվականին Սահմանադրական դատարանը, ես հեսա որոշման թիվը վկայակոչեմ, ՍԴՈ 17-12 որոշմամբ 2004 թվականի կարծես թե մի բացասական ազդակ ուղղեց հայ իրավակիրառին, որ հնարավոր է քրեական գործերով որոշակի հիմքեր ստեղծվեն, որոնք կծառայեցվեն քաղաքացիական գործերի վերաբացման, արհեստականորեն ապացույցների ստեղծման, քաղաքացիական դատավարության շրջանակում նոր հիմքերի առկա հիմքերի ուժեղացման։ Քանի որ հաշվի առնելով, որ նոր քրեական դատավարության 198-րդ հոդվածը մեղադրանք ներկայացնելու շեմը բավականաչափ նվազեցրել է, իսկ մեղադրանքին որպես կանոն շատ հեշտ է, երբ հաջորդում է կալանավորման միջնորդությունը ներկայացված դատարան, այսինքն հսկող դատախազի խնդիրը անձի նկատմամբ օրինական քրեական հետապնդում հարուցելն է, այսօր արդեն նվազ ապացույցներով, իսկ արդեն քննիչը որևիցե պատասխանատվություն չի կրում այդ անձի նկատմամբ կալանքի վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացնելով, մեծագույն պատասխանատվությունը այդ կալանքի միջնորդության մերժումն է, չենք լսել երբևիցե մի դեպք, երբ քննիչին որևիցե մի կարգապահական վարույթի շրջանակներում կամ որևիցե մեկ այլ ատյանում պարսավեն անձի նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացնելու համար, եւ այսինքն այսօրվա քրեադատավարական կառուցակարգը հեշտացրել է այդ մեխանիզմը, իսկ ինչի մասին է Սահմանադրական դատարանի 17-12 որոշումը, այստեղ քննարկվել է 35-րդ հոդվածում նախորդ քրեական դատավարության օրենսգրքի քրեական հետապնդումը եւ քրեական գործի վարույթը կարճելու հիմքը անձի մահվան պատճառով եւ այնտեղի մեկնաբանումը տարածվել է նաեւ քաղիրավական վեճերի վրա, որ կարող է քրեական վարույթը շարունակվել զուտ այն պատճառով, որպիսի նոր հանգամանք ստեղծվի քաղաքացիական գործով վարույթը վերաբացելու համար։ Այս որոշման կարևորությունը ոչ թե զուտ ձևական առումով մենք պետք է քննարկենք, այլ ինստիտուցիոնալ եւ դա ինչ ազդակ է հաղորդել մեր քրեական հետապնդման մարմիններին։ Ինչումն է կայանում հոդվածի իմ զեկույցի բուն նպատակը։ Նախ, քրեական վարույթները սկսվել են այդ 2024 թվականից ի վեր օգտագործվել որպես ճնշման միջոց եւ քաղաքացիական արդարադատության իրականացմանը միջամտելու միջոց։ Մասնավորապես այս հարցի վերաբերյալ օրինակ մարդու իրավունքների եվրոպական դատարանը Չեբոտարին ընդդեմ Մոլդովայի գործով հստակ նախադեպային իր դիրքորոշմամբ ձևակերպել է, որ այն քրեական գործերը, որոնք փոխկապակցված են կամ հիմնված են քաղաքացիական կոնֆլիկտի վրա, եւ դրանցով, երբ որ անձանց նկատմամբ ներկայացվում է կալանքի միջնորդություններ կամ բուն մայր գործը քննող դատավորը, պետք է հասկանա նախ այս քաղաքացիական գործերի եւ ծնված քրեական գործերի կապը։ Արդյոք դրանք արհեստականորեն, այսպես ասած, նախաձեռնված քրեական վարույթներ են անձանց վրա ազդեցություն գործադրելու, քաղաքացիական գործերի քննությունը շեղելու, նոր ապացույցներ արհեստականորեն ստեղծելու եւ նմանատիպ հանգամանքների համար։ Եվ սա որպես կանոն դրսևորվում է երկու ուղղությամբ։ Առաջինը ընթացող կամ նոր քննության վերադարձված քաղաքացիական գործերով։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ առաջի ատյանում գործի քննության ընթացքում քաղաքացիական գործով անձին գալիս են եւ տալիս են հայցվորի կամ պատասխանողի օգտին վկայություններ եւ նախաքննական մարմինը ինքը իրեն որոշում է, որ այս վկայությունները սուտ ցուցմունքներ են դատարանում տրված,
հարուցում է քրեական հետապնդումներ եւ այդ անձանց, ովքեր քաղաքացիական գործով վկայություն են տվել, առանց վերադասացիաների կողմից այդ ցուցմունքների արժանահավատությունը գնահատելու, առանց այդ ցուցմունքների վերջնական կշիռը գնահատելու, այս անձանց ներկայացնում են կալանքի։ Ինչ է սա, ինչ հետևանք է սա ունենում։ Որպես կանոն, իհարկե, դատարանները մերժում են այս կալանավորման միջնորդությունները իրավացիորեն, սակայն, բայց եւ այնպես, այդ անձանց մոտ, ովքեր վկայություն են տվել քաղաքացիական գործերով, նրանց մոտ ստեղծվում է վախի մթնոլորտ, հետագայում իրենց դիրքորոշումը նոր քննության ժամանակ պնդելու մտավախություն եւ արդյունքում ստացվում է, որ քրեաիրավական ռեպրեսիվ միջոցներով պետությունը նախաքննական մարմնի ձեռքով միջամտություն է կատարում ընթացող քաղաքացիաիրավական վեճերի նկատմամբ։ Ես այս թեման չէի բարձրաձայնի, եթե դա եզակի դեպք լիներ մեր այսօրվա առօրյայում, բայց արդեն մոտ մի քանի քրեական վարույթ կա նախաձեռնված եւ միայն մի գործի շրջանակներում անձամբ գիտեմ 5 հոգու մեղադրանք է առաջադրված այն պայմաններում, երբ վերաքննիչ ատյանը առաջի ատյանի դատական ակտը քաղգործով բեկանել է եւ ուղարկել է նոր քննության եւ նախաքննության մարմինը այդ ժամանակահատվածը օգտագործելով վկաների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելով փորձում է վախի մթնոլորտ ստեղծի, որպեսզի նոր քննության ընթացքում այդ անձինք ուղղակի չգան եւ չպնդեն իրենց նախկինում տված ցուցմունքները։ Սրա վտանգավորությունը կայանում է նաև այս միջդիսցիպլինար իրավունքի ճյուղերի ավտոնոմ բնույթը խաթարելու մեջ։ Իհարկե, ասվածը չի բացառում, որ երբևիցե քրեական հետապնդման մարմինները չեն կարող սուտ ցուցմունք տալու, քաղգործով սուտ ցուցմունք տալու համար անձին հետապնդել, սակայն դա հնարավոր է բացառապես քաղաքացիական գործով դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այն էլ այն դեպքում, երբ քաղաքացիական գործ քննող դատավորը առնվազն ոչ արժանահավատ է ճանաչել այդ ցուցմունքները, հակառակ պարագայում որևիցե փաստական տվյալ չի կարող լինել բուն այդ գործում, որը կհիմնավորի, որ այդ անձիկ սուտ ցուցմունք են տվել։ Սրանից իհարկե կարա լինի մեկ բացառություն, սա երբ օրինակ վարույթ իրականացնող մարմինը ձեռք բերի քաղաքացիական դատավարությունից դուրս որևիցե օբյեկտիվ ապացույց, որը գոնե հիմնավոր կասկածի մակարդակում կվկայի այդ անձանց կողմից սուտ ցուցմունք տալու մասին, մասնավորապես գաղտնալսում իրականացնի որպես գաղտնի քննչական գործողություն եւ անձինք օրինակ խոստովանեն, որ այո, լավ արեցիր, եկար իմ օգտին ցուցմունք տվեցիր, տեսար օրինակ այդ հայցը ոնց բավարարվեց։ Սա առաջի վտանգը, որը մատնանշվել է եւ այս դեպքում նմանատիպ հարցերով հենց Չեբոտարի ընդդեմ Մոլդովայի գործով նշել է, որ դատարանները կալանքի միջնորդությունները ստանալիս պետք է իրականացնեն ուժեղացված վերահսկողություն այդ միջնորդությունների նկատմամբ, այսպես ասած այդ քողը ինչպես պարոն Ղամբալյանը նշում էր, պետք է այդ քողը ծակեն եւ անցնեն մեղադրանք դեպի մեղադրանքի օրինականություն եւ արձանագրելով, որի արդյունքում արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Երկրորդ, առավել վտանգավոր եղանակներից մեկը այն է, երբ քրեական վարույթը ծառայեցվում է արդեն իսկ պարտված կողմի համար նոր հանգամանք ստեղծելու համար։ Մասնավորապես դա վերաբերում է այն դեպքերին, երբ անձը պարտվել է քաղաքացիական դատավարությունում, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ եւ որոշ ժամանակ անց որոշում է վերակենդանացնել քաղաքացիական գործը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, այդ անձին մեղադրանք առաջադրելով օրինակով եկել եւ վկայություն է տվել դատարանում եւ այս process-ի արդյունքում հիմքեր ստեղծելով, որպիսի քաղաքացիական գործը վերաբացվի։ Առավել վտանգավոր դրսևորումը այն է, երբ դա արվում է հայցվորի կամ պատասխանողի նկատմամբ։ Մենք քաղաքացիական դատավարության օրենսգրքից գիտենք, որ եւ հայցվորը եւ պատասխանողը իրավունք ունեն որպես վկա հանդես գալ եւ ցուցմունք տալ, իհարկե իօգուտ իրենց են այդ վկայությունը եւ ցուցմունքը տալիս
Եվ սա ծառայեցվում է, որպեսզի այդ ցուցմունքների արժանահավատությունը վերացվի, չեզոքացվի եւ հիմքեր ստեղծվի նոր վարույթ վերաբացելու համար։ Առավել ամենավտանգավոր տարբերակը այն է, երբ այդ հայցվորը կամ պատասխանողը արդեն իսկ մահացած է լինում։ Այսինքն կա քաղաքացիական վեճ, որը 10 տարի առաջ հանգուցալուծվել է մեր երաստիճան դատական համակարգում, հայցվորը կամ պատասխանողը մահացել է եւ մյուս կողմը օգտվելով այդ հանգամանքից, որ անձը փաստացի զրկված է հետագայում իր շահերը պաշտպանելու, արտահայտվելու արդար դատաքննության իրավունքից, գնում եւ հաղորդում է ներկայացնում այդ անձի դեմ, որ քաղաքացիական գործով այս անձը սուտ ցուցմունք է ներկայացրել։ Եվ այս զեկույցը ստիպեց ինձ նաեւ այս հարցի վերաբերյալ որոշակի ուսումնասիրություն կատարել նաեւ եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում եւ գտա մեկ շատ հետաքրքիր որոշում Մագնիցկին եւ մյուսները ընդդեմ Ռուսաստանի, որը ուղիղ հակասության մեջ է մտնում Սահմանադրական դատարանի վկայակոչած որոշման հետ, որը հնարավորություն է տալիս մահացած անձի վերաբերյալ քրեական վարույթ իրականացնել, բացառապես նրա ռեաբիլիտացիա իրավունքը ապահովելու համար։ Այսինքն այն իրավիճակը, որ ունենք մենք թե օրենսդրորեն, թե պրակտիկորեն, որ մենք կարող ենք մահացած անձին մեղավոր ճանաչել հետմահու, սակայն պատիժ չնշանակել, Եվրոպական դատարանը նշված որոշմամբ ասում է, որ դա հակասում է Եվրոպական կոնվենցիային, քանի որ ինքստ ինքյան այդ մարդը զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից, չմասնակցելով գործի քննությանը։ Այսինքն կամ Մագնիցկին եւ մյուսները ընդդեմ Ռուսաստանի, այսինքն կամ ամբողջությամբ ռեաբիլիտացվում է անձը, կամ նրա մեղավոր ճանաչելը ըստ Եվրոպական դատարանի անհնար է թվում։ Ես նաև հիմնավոր կասկածի վերաբերյալ որոշակի մտքեր եմ առանձնացրել, որը կցանկանայի ընթերցել, որպես այս զեկույցի վերջնական եզրահանգումներ։ Առաջինը, հիմնավոր կասկածը պետք է գնահատվի բացառապես այն հարցի տեսանկյունից, թե արդյոք առկա են տվյալ անձի կողմից ինքնուրույն քրեական արարքի կատարման մասին օբյեկտիվ, ստուգելի եւ ներկա պահին գոյություն ունեցող տվյալներ, այն չի կարող կառուցվել ապագա քաղաքացիական գործի վերաբացման եւ դատավարական նպատակահարմարության վրա։ Երկրորդ, քաղաքացիական գործով ենթադրյալ սուտ ցուցմունքը կարող է առաջացնել քրեաիրավական հետաքրքրություն միայն այն դեպքում, երբ առկա են ցուցմունքի դիտավորյալ կեղծ լինելու, դրա նյութական էականության եւ արդարադատության վրա ազդելու ինքնուրույն ապացուցողական տվյալներ։ Միևնույն միայն հակասող վարկածների կամ պարտված կողմի դժգոհության առկայությունը բավարար չէ։ Երրորդ, եթե քրեական վարույթը նախաձեռնվել է ընթացող կամ նոր քննության վերադարձված քաղաքացիական գործի պայմաններում, դատարանը պետք է կիրառի ուժեղացված վերահսկողություն եւ հատուկ ստուգի քրեական միջամտության ժամանակագրությունը, շահառու կողմի եւ այն հանգամանքը, թե արդյոք վարույթը կարող է սառեցնող էֆեկտ ունենալ վկայի կամ կողմի վրա, դա այն էր, ինչ ես նշեցի։ Այդպիսի կոնտեքստում այսպես սպասողական քրեական վարույթը չպետք է դիտվի որպես քաղաքացիական գործով ապացուցողական առավելություն, իսկ այն դեպքում, երբ վարույթը օբյեկտիվորեն սպասարկում է վեճի մեկ կողմի համար դրական արդյունք ստանալու նպատակը, այն պետք է գնահատվի որպես քաղաքացիական արդարադատության իրականացմանը միջամտություն, այսինքն պետք է դիտարկվի որպես հանցագործություն։ Չորրորդ, ընթացող քաղաքացիական գործերով կամ նոր քննության ժամանակ սուտ ցուցմունքի վերաբերյալ քրեական մեղադրանքը չպետք է օգտագործվի որպես վկայի կամ կողմի արժանահավատության նախապես ոչնչացվող, նրա ցուցմունքի արժանահավատությունը նախապես ոչնչացնող միջոց։ Քրեական վարույթի փաստը ինքնին չի կարող փոխարինել քաղաքգործով վճռին ներողություն, չի կարող ազատել քաղաքացիական դատարանին ապացույցների ինքնուրույն, անմիջական եւ ազատ գնահատման պարտականությունից,
Առավել ևս չի կարող կանխորոշել վերադասացիաների կողմից առաջին ատյանի կողմից ապացույցի գնահատման ճակատագիրը։ 5-րդը առանձնապես անթույլատրելի է, երբ առաջին ատյանի դատարանում ցուցմունք տված անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում դեռ չսպասելով վերադաս դատական ատյանների կողմից այդ ցուցմունքի արժանահավատությունը գնահատելուն։ Վաղաժամ հետապնդումը պետք է դիտվի որպես դեռ չավարտված քաղաքացիական գործով ապացույցների գնահատման վրա ազդելու միջոց։ 6-րդը ավարտված քաղաքացիական գործերով իրավական որոշակիությունը, այսինքն res judicata-ն պահանջում է, որ քրեական վարույթը չդառնա վերջնական ակտերի վերաբացման սովորական կամ ռազմավարական գործիք։ Վերաբացումը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ նոր հանգամանքը ստացվում է դատավարական առումով անվիճելի և նյութական առումով վճռորոշ աղբյուրից, այլ ոչ նույն փաստական վեճի հետմահու վերակենդանացումից։ 7-րդ երբ ենթադրյալ սուտ ցուցմունք տված անձը մահացել է, քրեական վարույթի շարունակման նպատակը պետք է սահմանափակվի միայն հնարավոր վերականգնողական նպատակներով։ Այն չի կարող ծառայել մահացած անձի նկատմամբ մեղադրական հաստատում ստանալու և այդ հաստատումը հետագայում քաղաքացիական դատական ակտի վերաբացման հիմք դարձնելու համար։ Այս կետում Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունը կարիք ունի սահմանափակող վերամեկնաբանության։ 8-րդը Չեբոտարին ընդդեմ Մոլդովայի չափանիշը պահանջում է, որ եթե քրեական մեղադրանքը փաստացի անբաժանելի է քաղաքացիական կամ այլ ոչ քրեաիրավական վեճից, ապա դատարանը պետք է պարզի ոչ միայն մեղադրանքի ներքին տրամաբանությունը, այլև դրա արտաքին կոնտեքստը, ժամանակագրությունը, համընկնում այլ դատավարական փուլերի հետ և հնարավոր ճնշման նպատակը։ Այսպիսի գործերով հիմնավոր կասկածը պետք է ունենա ուժեղացված պատճառաբանություն։ 9-րդը օրենսդրական և իրավակիրառական մակարդակում անհրաժեշտ է ամրապնդել, այսպես ասած, զտիչներ և պատասխանատվության մեխանիզմներ։ Սուտ ցուցմունքի վերաբերյալ քրեական հաղորդումը պետք է հիմնված լինի անկախ փաստական հանգամանքների վրա, այսինքն քաղաքգործի մեջ գոյություն չունեցող, բ. Ընթացող քաղաքացիական գործի պայմաններում այն չպետք է առաջացնի ապացուցողական կանխակալություն քաղաքացիական դատարանի համար, գ. Մահացած անձի դեպքում պետք է բացառվի այնպիսի շարունակական վարույթը, որը կարող է հանգել հետմահու մեղադրանքի հաստատմանը, դ. Վերջնական քաղաքացիական ակտի վերաբացումը պետք է թույլատրվի միայն այն դեպքում, երբ նոր հանգամանքը ձեռք է բերվել առանց դատավարական ճնշման և արդարացիության ընդհանուր սկզբունքի խախտման, ե. Այն պաշտոնատար անձիկ, որոնք քրեական վարույթը օգտագործում են ընթացող քաղաքացիական վեճի վրա ազդելու կամ ապացուցողական հավասարակշռությունը օգուտ մի կողմի խախտելու, պետք է ենթարկվեն արդյունավետ պատասխանատվության, այն է քաղաքացիական արդարադատությանը միջամտելու հանցագործության մասով։ 10-րդը Մագնիտսկին և մյուսներ ընդդեմ Ռուսաստանի գործից բխում է, որ հետմահու վարույթը չի կարող մեղադրական արդյունքի հասնել այնպիսի պայմաններում և մահացած անձի մեղքը կենդանության օրոք դատական կարգով հաստատված չի եղել և նա զրկված է եղել անձամբ պաշտպանվելու հնարավորությունից։ Ուստի թեմայի իմ զեկույցի ընդհանուր եզրահանգումը հանգում է նրանում, որ հիմնավոր կասկածի ճիշտ գնահատումը ոչ միայն պաշտպանում է անձին կամայական քրեական հետապնդումից, ինչպես պարոն Ղամբարյանն էր ասում, այլև կանխում է քաղաքացիական դատավարության բուն էության աղավաղումը։ Այն պետք է գործի որպես սահմանագիծ, որը չի թողնի, որ քրեական վարույթը վերածվի ընթացող գործով վկային վախեցնելու կամ քաղաքգործով առաջին ատյանի դատարանի ապացույցների գնահատմանը միջամտելու, ճնշում գործադրելու միջոց, կամ մեկ այլ դեպքում, այսպես ասած, սպառված քաղաքացիական վեճերը վերակենդանացնելու մեխանիզմ։ Շնորհակալություն։